իշխանությանը եւ այս իշխանության ղեկավարին ինքը արդեն չի ուզում է որ իրեն հավատան։ Ինքը ուզում է որ ոչ մեկի չհավատան։ Հա, բոլորին ուզում է իր մակարդակի։ Հիմա գիտեք, մեր աչքի առաջ կեղծվում է մեր պատմությունը։ Բացահայտ։ Գողացվում է։ Հիշում եք Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հարց տվեց, որում հայերենով Նիսամի Ագաև։ Ուրեմն շատ հետաքրքիր ոչնչություն է դա, ես չեմ սիրում վիրավորել նույնիսկ ճշնամիներին։ Ուրեմն ես մի անգամ ինձ նրան հիշեցի, հետո իմ համակարգչում իհարկե գտա իր ֆայլը։ Ուրեմն միշտ Գերմանիայում դեսպան նշանակվել է, նա ուրեմն այս սուբյեկտը, չասեմ մարդը, եղել էր գլխավոր հյուպատոս Լոս Անջելեսում։ Եվ այդ գլխավոր հյուպատոս բարձր պաշտոն է, շատ իվան։ Գիտեք ինչ էր գրել իր Twitter-ում։ Եթե հաղորդումից հետո կուզեք, այդ կտիլնի իմ։ Կտամ ցույց տալ։ Հավատում ենք։ Ուրեմն պին նստեք հանկարծ չընկնեք։ Քրիստոնեությունը Ադրբեջան է եկել առաջին դարում։ Առաջին դարում քրիստոնեությունը Ադրբեջանը Մեծվարկությունից առաջ երևի, չէ՞, դա չէ, առաջին դարում արդեն խնդալ։ Հա։ Թե երրորդ դարում էր, կարևոր չի։ Չէ, առաջին էր կարծեմ։ Գտանք գնայինք։ Եվ հետաքրիր է, որ դրել էր Բաքվի հայկական եկեղեցու նկարը առանց խաչի։ Եվ Փաշինյանը միանգամից նենց հալվելով ողջունում է, բան չեկմեղացավ։ Դա հիբրիդային պատերազմ է։ Երբ անընդհատ եվրոպական երկրներում Ադրբեջանը կազմակերպում է նման միջոցառումներ, անընդհատ։ Մեր դեսպանություններն ընդ ինչով են զբաղված։ Օրինակները կարող են բազմաթիվ հարցերով, նրանով որպեսի ասեմ ինչով, որ միջազգային կառույցները գնահատական չտան հետույք ասելու համար մարդկանց նստացնելու, մեր ձևով ասելու համար մարդկանց արքեպիսկոպոսները դրանով է զբաղվում։ Այսինքն, գիտեք ինչ ասում եմ, այսքան հանդիպումներ են ունենում, բայց այս օրակարգով որ հանդիպում են, լավ էլի չհանդիպեն։ Հանդիպումները գիտեմ, ասեք որ այս խաղաղության խաչմերուկը լավ բան է, որը չկա տեսփանում, չի կարող լինի։ Որ ասեք որ այ Տրամփի այս ուղին որ պետք է լինի, դա մեր սուվերենության տակ պետք է լինի, թեև օգոստոսի 8-ին սևով սպիտակի վրա իրանք ստորագրել են, որ դա Հայաստանի իրավազորությունը զրոյական է լինելու այնտեղ։ Ստորագրված է դա, այդ ամեն ինչը։ Դրանք էլ ասում են լավ կասենք։ Ստեղ լրջագույն վտանգներ են սպառնում, մեկը հենց Սյունիքն է, կրկնում եմ օրերորդ անգամ, ցանկացած ճանապարհ արևելք-արևմուտք Սյունիքով, դա մեծագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգության, նույնիսկ արահետ չպետք է լինի, նույնիսկ թռչունները չպետք է թռնեն, որ դա եւ ամենավատը նա է, որ գիտեք, ես լուրջ երկու մտավախություն ունեմ դրա հետ կապված, դա իհարկե առանձին խոսակցության նյութ է, բավական ցավալուն։ Առաջինը, որ Միացյալ Նահանգները այդ ամենի գլխին կկարգեն, ուրեմն Թուրքիային, հատկապես այդ տոնայնությունը ես ուրեմն տեսա Միացյալ Նահանգների դեսպանի ուրեմն վերջերս տված հարցազրույցում Հայաստանը դա կողջունի եւ երկրորդ մտավախությունը ունեմ որ գուցե Վաշինգտոնն ու Մոսկվան այս հարցով համագործակցեն, թեև դա քիչ հավանական է, բայց ես դա չեմ բացառում։ Ցանկացած դեպքում դուք մոռանաք, որ դա տնտեսություն չկա, այնտեղ տրանսպորտ չկա, դա բացառապես քաղաքականություն է ուղղված Հայաստանի պետության եւ պետականության դեմ։ Դա Այս են թեման է, պարոն Շարյան, առանձին հարց է։ Վերջանալի կարելի է խոսել, մենք արդեն մոտ 4 ժամ ուղիղ եթերում ենք, դուք մեր երրորդ հյուրն եք, շնորհակալ ենք, որ այս շատ ուշ ժամին։ Վերջում մի բան եմ ուզում ասել։ Չէ, անպայման, մենք փակումը կանենք,
այս պայն համարյա 1000 հոգի մարդ այ մարդ գնացեք քնեք, մենք էլ գնանք քնենք, բայց իհարկե լսելով պարոն Շահնազարյանի եզրափակիչ տեսեք խնդրեմ ասենց որ շարունակվի Ադրբեջանի չոս, ասում եմ Հայաստանի փող եք տվել, մեզ էլ տակ։ Ադրբեջանի քաղաքականությունը ինչալի շատ հետաքրքիր է։ Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն սա։ Ընդ որում իրենց այս վիճակը շատ ձեռք է տալիս, բանավանդ դեռ չի եղել որևէ պահանջ, որպեսզի Հայաստանի իշխանությունն ասի չէ։ Բան չի եղել եւ չի եղել սպասում։ Ընդհանրապես կռիվ լինի, էլի։ Չէ՞ գլուխ են չէ՞ գոմ ասում իրենց պետք չի ստեղ սուվերեն Հայաստան։ Կամ իրենց տակտիկի կամ Հայաստան պետք է չլինի։ Հիմա Ինչ է ասվում, այնտեղից որոշում են Հայաստանում մոնոէթնիկ Հայաստանը պետք է չլինի, ինչ որ այս իշխանությունը անում է։ Այս քանակությամբ էմիգրանտներ բերելը, տեսեք Եվրոպայի մեջ է կատարվում, այս բազմամշակույթը, սա հարցը բարձրացնում քանի օր անգամ լրջագույն ռազմավարական սպառնալիք է դրա համար։ Եվ Ադրբեջանի սա մանրամասն է պետք խոսել, Ադրբեջանը միշտ պահում է, այսպես ասած, պատերազմական վիճակ։ Ռազմական ծախսերը 2025 թվին մոտ 5 միլիարդ են, դա հայտարարված ծախսերն են։ Մենք բանակ ենք կրճատում, ծախսերն են կրճատում, բանակ մեզ պետք չի, հատուկ ծառայություններ մեզ պետք չեն։ Լրջագույն իրադարձություններ են տեղի ունենում մեր շուրջը, Հայաստանը, ասում եմ, այսքան երկրի հետ մենք ստորագրել ենք, որ իրանց հետ ռազմավարական հարաբերություններ ունենք, հետո դա քանակը որակի չի վերածվում, չէ՞։ Բովանդակություն կա, չկա։ Հսկայական իբր ներդրումներ պետք է լինեն Միացյալ Նահանգների կողմից, այն վիդեոն պետք է 5 միլիարդ։ Գիտեք, առայժմ դրանք մենակ խոսքերն են, շատ ուրախ կլինեմ, որ դա բան լինի, իհարկե, բայց առայժմ դրանք խոսքեր են։ Եվ չկա մի բնագավառ, սկսած սպորտից, վերջացրած անվտանգությունից, որ այս իշխանությունը միտումնավոր չի տապալել։ Կրկնում եմ, միտումնավոր, այլ բացատրություն չունեմ։ Քաղբանտարկյալներ ունենք մենք, եթե սեն շարունակվի, մենք կմոտենանք Ադրբեջանին քաղբանտարկյալների տեղ։ Մի դեպ կա թիվ ընդեղ կամ շուր։ Կա։ Ես չունեմ։ Համենայն դեպս, ուրեմն ինձ ասում են այն ադրբեջանցի ուրեմն քաղաքական գործիչները, որոնք իհարկե դրսում են։ Ես էլ ունեի որոշակի տենց։ Հետո գիտեք այս ադրբեջանցիները շոտ քաղ հասարակություն, որ ծիծաղել են 100-200 թե ավելի 200-ից ավել են իրենք թիվը ասում։ Այդ թիվը վերջերս իմիջիալուց Եվրոպարլամենտը որոշում ընդունեց Ադրբեջանը արձագանքեց, դատապարտեց ամիջապես 3 օր առաջվա բան եմ ասում, կարող են բանաձևը ուղարկել կապված այնտեղ մի քանի հարցերի հետ, անընդհատ է դա այնտեղ Ադրբեջանը ինչ ասում, ասես դա ծախս եմ դա վաճառում։ Պետք է աշկերտներդ փակեք, այս Սաուդյան Արաբիայում չէ հարցերը չեք բարձրացնում, էլ չպետք է բարձրացնեք։ Եվ Հայաստանի իշխանությունը ճանապարհ է հարթում եվրոպական կառույցներում Ադրբեջանի համար։ Դեմ են դուրս գալի ցանկացած Ադրբեջանի դատապարտող տարությունների, չգիտեմ, սա ուրեմն աբսուրդ է։ Այն ինչ որ իրենք անվանում են խաղաղություն չկա։ Վաշինգտոնում ստորագրած փաստաթուղթն այնտեղ 0 պատասխանատվություն կա Միացյալ Նահանգների վրա, ինչ ուզում եմ ասել։ Դա իրանք ասում են, որ ընդհանրապես վկայություն է։ Այստենց էլ ստորագրված է, որպես վկա, որպես նոտար։ 0 պատասխանատվություն, հողել չեն։ Եվ գիտեք ինչ է, ես խիստ կասկածում եմ, որ դա իրականն է, հա։ Նորից եմ ասում, ուզում եմ Միացյալ Նահանգները լինեն, ուզում եմ Ռուսաստան լինի, ուզում են Քրիստոսի հետ 12 առաքյալների հովանավորությամբ, բլի ցանկացած ճանապարհի ես դեմ եմ Արահետի հյուսիս հարավ Սյունիքով։ Ներողություն, արևելք, իհարկե արևելք, արևմուտք։ Ադրբեջանը կբացվի ինչ որ
անասնակեր են բերում Ղազախստանից, ասում են հացահատիկա, քաղաքական ակցիան արել, շուկայի հերն են անիծում, կներեք էս արտահայտության համար էս բենզինով, որը ստացվում է, որ պրեմիում բենզինը ավելի էժան է, քան դե բիզնես չկա։ Վրաստանը չէր վերցրել հենց քաղաքական պատճառները։ Գիտեն պատճառները, գիտեն եւ հետո հաջորդների համար 40-ակ պատիկ ավելի, այդտեղ առանձին դա այլ թեմաներ